Այսօր հուլիսի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում ժամը 16:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնահասենք է ստացվել, որ Կողթանիկ բնակավայրում քաղաքացին ընկել է գետը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ-ՆԳՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության եւ նույն վարչության Եղեգնաձորի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, երկրորդ վաշտի հրամանատար օրվա պատասխանատու Արտակ Հակոբյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ Վայոց ձորի մարզի բնակիչ 21-ամյա Արաքն լողանալու նպատակով ընկել է Կողթանիկի ջրվեժը եւ ջրահեղձ եղել։ Այս պայն փրկարարներն ու պարեկները սպասում են, որպեսզի Երևանից դեպքի վայր ժամանեն ՀՀ-ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներն ու ջրասուզակը։ Տեղում են նաև ՀՀ-ՆԳՆ ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնի գլխավոր պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Այսօր հուլիսի 18-ին մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում եւ նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մուրացյան 109 հասցեում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ եւ գազո։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Շամշյանը, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկներից հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը։ Դեպքի վայր են ժամանել քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևանի քրեական վարչության մեծ թվով ծառայողներ, վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ՀՀ-ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ Ահազանգով ժամանել են նաև ՀՀ-ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ։ Ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ պարզելու թե ինքնությունը մահացածի եւ հանցագործություն կատարած անձի։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, Mercedes G-Magnus-ի եւ մի քանի այլ ավտոմեքենաներ, որոնց վրա առկա են կրակոցի հետքեր։ Այսօր ձեզ տեղեկացրել ենք, որ ՔՊԱ-կան ներկայացուցիչ բոլորին հայտնի Արդիշոփի Հովոյի գործերը վատ են։ Վերջինս հրապարակել էր տեսանյութ ու պատմել, որ փակվել է Արդիշոփի խանութներից մեկը։ Նա հրապարակել էր ու անկեղծացել, որ Արդիշոփը փակվել է բավականին զբաղվածության պատճառով։ Դե ինչ, ներկայացնում ենք հաջորդ ՔՊԱ-կանի ձախողումը։ ԿՊԱ-կան մոդել Անիտա Հարությունյանը հրապարակել է տեսանյութ, որտեղից պարզ է դառնում, որ վերջինս երևանյան ռեստորաններից մեկում աշխատում է որպես մաքրուհի։ Իրականում ինչով է պայմանավորված ԿՊԱ-կան մոդելի գործերի վատացումը, դա հարցի մյուս կողմն է։ Բայց մենք ներկայացնում ենք տեսանյութն առանց մեկնաբանության։ Եվ հարկ ենք համարում նշել, որ չնայած մաքրուհու աշխատանքին, նա չի դադարում լինել մոդելային կազմվածքով եւ կեցվածքով։ Մի րոպե, բայց ո՞վ ես։ Absolutно, այս ատմոսֆերն է, ասում եմ, համաժնոր չէ, ո՞նց ես լվում, ուղղակի ինչ կեր։ Սովորական ոնց ուզում լվում է։ Всё, ջիկա։ Մոդել Անիտա Հարությունյանը հրապարակել է տեսանյութ ու գրել. Եկել եմ ձեզ հետ կիսվելու շատ կարևոր լուրով։ Հիշում եք, չէ, Օրագիր Նյուզի ու իմ միջև եղած դատական process-ը։ Երկարատև ընթացքից հետո ես եւս մեկ անգամ համոզվեցի, որ դատական համակարգն արդար ու անկողմնակալ է եւ կոտրում է բոլոր կեղծ մեղսագրված մեղադրանքները։ Ի սկզբանե շնորհակալություն եմ ուզում հայտնել առաջին ատյանի դատավոր Մուշեղ Արամյանին, ով անաչառ ու իսկական դատավորի օրինակ է։ Վերջինս ամենայն մանրամասնորեն ուսումնասիրեց գործն ու արդար լուծում տվեց, ինչը չբավարարեց լրատվականին, որից հետո դիմեցին վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններ, ինչից հետո ստացան վերջնական որոշում։ Այն է մեղադրյալ Անիտա Հակոբի Հարությունյանին վերաբերյալ վերաքննիչ քրեական դատարանի 25 թվականի նոյեմբերի 20-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգորյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել է մերժել։
Մանրամասները ներկայացված են Դատ Ալեքսեյեմում։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև Փաստաբանական պալատի հանրային պաշտպան Անյուտա Մկրտչյանին, դատավորի օրինակ են ինձ համար նաև Համլետ Ասատրյանը, Լիլիթ Թադևոսյանը, ովքեր ոչ միայն իմ գործն են արդար եզրահանգման տարել, այլ բազմաթիվ գործերի մոտեցել են առանց էմոցիաների ու օրենքի ամեն տար հաշվի առնելով։ Լրագրողներին հաճախ թվում է, որ իրենք ազատ խոսքից բացի ազատ կարող են գործել ու մեղադրել մարդկանց, ովքեր անմեղ են, ու եթե ինձպես մի քանիսը որոշեն պաշտպանել իրենց իրավունքները, մենք կկարողանանք մաքրել մաղձը այնտեղից, որտեղ կեղտոտ է։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կողքիս էին այս պայքարի ժամանակ եւս։ Պահանջում եմ Օրագիր Նյուզից հեռացնել նյութն ու հանրային կերպով ներողություն խնդրել։ Ներկայացնում ենք Անիտայի տեսանյութն առանց մեկնաբանության։ Բարի լույս, հուսով եմ լավ եք, այս անգամ եկել եմ լավ նորություններով ու քանի որ գործինքը հանրային էր դարձված ու ամբողջ լրատվականներով ողողված էր լյութը, ուզում եմ, որ ինքը հանրային էլ ավարտ ունենա։ Բոլորը գիտեն, որ մենք Օրագիր Նյուզի հետ պատերազմական դաշտի մեջ ենք, դատական պրոցեսների, որը որ Օրագիր Նյուզը հենց ինքն էր տվել ինձ խուլիգանություն որպես մեղադրում էր ինձ խուլիգանության մեջ, ինչի համար, որովհետև իմ ու առաջի դեմքի նկարը դրել էր Նիկոլ Փաշինյանի և շատ այլանդակ ու շատ վատ բառապաշարով կոպիտ ասած փորձել էր պղծել ինձ և աուդիտորիա հավաքել։ Ես բնականաբար համառոտ ներկայացնեմ, որպեսզի հանրությանը պարզ լինի, ես բնականաբար իմ ընկերուհի հետ գնացել էի այնտեղ, տենց թեթև բարկացել էի ու մի խոսքով եղել էր ինչ-որ անախորժություն, որ նկարել էին համացանց, տեղադրել էին ու տվել էին ինձ դատարան, որպես խուլիգանության քայլ, որպես խուլիգան։ Իրանք ինձ առաջի դեմքի հետ նկարը կոլաժանում դնում են, բոլոր լրատվականները տարածում են ու իրանքից դատի են տալ, այդ նույն պրոցեսն է գալիս։ Գործը ընկել էր Առաջայցյանի դատարան Մուշեղ Արամյանի մոտ։ Իմ փաստաբանն էր հանրային պալատների փաստաբան Անյուտա Մկրտչյանը։ Պայքարեցինք բավականին երկար և Մուշեղ Արամյանը արդարացրեց ինձ։ Իհարկե շնորհակալություն։ Ես արդեն իմ շնորհակալական խոսք ասել էի, բայց եւս մեկ անգամ անդրադառնանք, չմոռանանք։ Դրանից հետո վերաքննիչ դատարան էին տվել գործը։ Չէին հանգստացել ու չէին բավարարվել։ Պահանջել էին դատավորներին վերանայել Մուշեղ Արամյանի կայացրած վճիռը։ Վերաքննիչ դատարանը ինձ արդարացրեց եւս։ Շնորհակալություն դատավորներին եւ մեկ դատավոր թողել էր հատուկ կարծիք։ Էլի չէին հանգստացել։ Դրանից հետո տվել էին Վճռաբեկ դատարան։ Վճռաբեկ դատարան այսօր ուժի մեջ է մտել եւ Վճռաբեկ դատարանի նախագահան անձամբ ինքն էր ծանոթացել գործին եւ որոշումները թողել էր անփոփոխ։ Տոյս այնտեղ էլ արդարացվեցինք։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Վճռաբեկ դատարանի նախագահին Լիլիթ Թադևոսյանին, Տիկին Թադևոսյան, շնորհակալ եմ շատ, իրականում, վերջապես, միջև վերջ մենք հաղթեցինք եւ